5 սովորություն, որոնք ինձ օգնում են ավելի շատ կարդալ։ Եկեք ասեմ որոնք։ Նայում եմ վիդեոներ BookTok-ից ու ստանում եմ մոտիվացիա։ Թե ինչ է BookTok-ը, հիմա կասեմ։ BookTok, այսինքն book եւ talk, TikTok եւ book բառերից կազմված է, այսինքն նշանակում է, որ բլոգերները վարում են գրքային բլոգ եւ պատմում են մարդկանց գրքերի մասին։ Նայում եմ տարբեր unboxing-ներ գրքերի, թե իրանք ինչից են մոտիվացվում, թե իրանք ինչ գրքեր են կարդում եւ ինչ նոր գրքեր ունեն իրենց պահարանում։ Երկրորդ, գնում եմ նոր գրքեր։ Նոր գրքերը միշտ ինձ ավելի շատ են մոտիվացնում, որ ես կարդամ գրքեր ու ավելի շատ կարդամ։ Չգիտեմ ինչով այդ պայմանավորված, բայց դե։ Երրորդ, գրքերը պետք է լինեն միշտ իմ աչքի առջևում։ Ես ունեմ իմ ազնական գրապահարանը, որտեղի բոլոր գրքերը իմն են եւ միայն ինձ են պատկանում։ Չորրորդ, եւ ինձ համար ամենամոտիվացնողը։ Գնել պարագաներ, որոնցով կձևավորեմ գիրքը եւ ձևավորել գրքերը։ Ինչպես հիմա ցույց կտամ։ Ես ձևավորում եմ գիրքը համապատասխան շապիկի եւ գրքի սյուժեի։ Սրա մեջ նաեւ մտնում են ստիկերները, որոնք փակցնում եմ ամեն սյուժետային բավարոտի ժամանակ։ Էջում կա վիդեո Աննա Տերովանյանի մասին ավելի մանրամասն գնացեք նայեք իմ էջում։ Եվ 5-րդը հանգիստ դասական երաժշտություն։ Հաճախ նաև ուղակի իմ սիրած երաժշտությունը։ Ես մոտիվացվում եմ ընդհանուր առմամբ գիրք կարդալուց երաժշտություն լսելով, որովհետև երաժշտությունը ինձ ավելի է կլանում գիրք կարդալու մեջ եւ ավելի է կլանում սյուժեի մեջ։ Այսքան չեմ կամ ես բառը ասեմ։ Այսքանն էին 5 փաստերը, որոնք ինձ օգնում են մոտիվացվել։ Գրեք կոմենտներում, որը ձեզ օգնեց եւ ինչ ուրիշ տարբերակներ ունեք։ Շնորհակալություն, որ դիտեցիք։ Պակա։